Հնդկաստանը եւ Պակիստանը համաձայնության են եկել լիակատար եւ անհապաղ հրադադարի շուրջ ԱՄՆ միջնորդությամբ, հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Պակիստանի փոխվարչապետ Իսհակ Դարը հաստատել է տեղեկությունը։ Այս գիշեր լայնածավալ պատերազմի նախաշեմին միջուկային պետությունները Իսլամաբադը բալիստիկ հրթիռներով խփել է Հնդկաստանի քաղաքներին, Նյու Դելիին մեղադրելով մայիսի 9-ի ուշ երեկոյան Պակիստանի 3 ավիաբազաների վրա հրթիռներ արձակելու համար եւ հայտարարել լայնածավալ ռազմական գործողության մասին։ Նյու Դելին ավիահարվածներով է պատասխանել Պակիստանի գիշերային հարձակմանը եւ պակիստանյան զինուժի 26 հենակետ խոցել շփման գծի երկայնքով։ Երկու կողմում էլ զոհեր ու վիրավորներ կան։ Նախքան հրադադարը վերջին տարիների ամենալայնամասշտաբ հարձակումներ Պակիստանը սկսել Հնդկաստանի հետ սահմանին։ Իսլամաբադը օդ էր հանել իր բալիստիկ հրթիռները ու խփել հարևան պետությանը։ Ջամու եւ Քաշմիր նահանգում զոհեր, վիրավորներ կան, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ։ Էսկալացիայի համար էր Հնդկաստանը մեղադրել Պակիստանին, հայտարարել, որ երկրի հյուսիսային եւ արևմտյան սահմանների երկայնքով հետ են մղել թշնամու հարձակումները։ Ըստ Նյու Դելիի, նաեւ մարդկային մեծաթիվ կորուստներ ունի Իսլամաբադը։ Հնդկաստանի երկնքում օդային մարտերի ժամանակ 100-ից ավելի կործանիչներ են կռվել առավոտյան, երկու կողմից էլ։ Պակիստանն իր սադրիչ եւ լարվածությունը սրող գործողություններով թիրախավորել է Հնդկաստանի քաղաքներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաեւ որոշ ռազմական թիրախներ։ Հնդկաստանի զինված ուժերը պատասխանել են համաչափ, համարժեք եւ պատասխանատու ձևով։ Հիբրիդային այս կռվում Պակիստանի կիբերհարձակման հետևանքով Հնդկաստանի էլեկտրացանցի 70%-ն անջատված է եղել մինչև կեսօր։ Պակիստանը այսօր հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին, երբ դեռ բաց էր մուսուլմանական այդ պետության օդը, Հնդկաստանը մեղադրում էր Իսլամաբադին անպատասխանատու վարքագծի համար, պնդելով, թե Պակիստանը որպես կենդանի վահան է օգտագործում քաղաքացիական ինքնաթիռները։ Իսլամաբադը լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Նյու Դելիի դեմ մեղադրելով Հնդկաստանին մայիսի 9-ի ուշ երեկոյան Պակիստանի 3 ավիաբազաները հրթիռակոծելու համար։ Ամուր պատ կոչվող գործողության մասին X-ում հայտարարել էր Պակիստանի կառավարությունը։ Ըստ հաղորդագրության ոչնչացվել է Հնդկաստանի եւ Ռուսաստանի համատեղ ձեռնարկության կողմից արտադրվող գերձայնային Բրահմոս հրթիռների պահեստը։ Ադամպուրում S-400 հակաօդային պաշտպանության համակարգը։ Հարվածել են Հնդկաստանի ու Թամպուրի եւ Պատհանկոտի ավիաբազաներին, բանակցային բրիգադի շտաբին ու եւս 2 ռազմական խոշոր պահեստի։ Ավելի վաղ Իսլամաբադը հայտարարել էր Հնդկաստանի կողմից իր ավիաբազաների վրա հրթիռային հարձակման մասին եւ սպառնացել հակահարված տալ։ Բազաներից մեկը Նուրխանը, որը Ռավալպինդիում է, մայրաքաղաք Իսլամաբադից ընդամենը 10 կիլոմետր է հեռու։ Այսօր Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ազգային հրամանատարական մարմնի արտակարգ նիստ էր հրավիրել։ Ուրբաթ երկրի բարձրաստիճան ռազմական ղեկավարության հետ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին էր հանդիպել։ Նյու Դելիում փորձարկել են օդային տագնապի սարքերը։ Դեռ պատերազմ անունը չստացած ռազմական գործողությունը գուցե այս կանով չհանգուցալուծվի։ Եթե արտակարգ իրավիճակ լինի, մենք պետք է պատրաստ լինենք։ Քաղաքացին պետք է հասկանա, ինչպես կարող է օգնել իր պետությանը երբեմն նաև ինքն իրեն փրկելով։ Սահմանին իրավիճակը անասելի լարված է։ Մենք պետք է կարողանանք փրկել մեզ եւ ուրիշներին։ Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը, G7-ի պետությունների ղեկավարները կոչ էին արել կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել բանակցություններ, կանխելու հետագա սրացումը։ Որոշ պետություններ էլ շարունակում են աջակցել այս կամ այն կողմին։ Hindustan Times-ը գրում է, որ Պակիստանին աջակցության ձեռք մեկնած Թուրքիան ու Ադրբեջանը դարձել են արգելված ուղղություններ հնդկական մի շարք զբոսաշրջային գործակալությունների համար։ Նրանք հայտարարել են, որ դադարեցնում են տուրիստական փաթեթների վաճառքն այդ երկու պետություններին։ Գայանե Մովսիսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հնդկական մի շարք զբոսաշրջային գործակալություններ հայտարարել են Ադրբեջան եւ Թուրքիա տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին, ելնելով ներկա աշխարհակաղակական իրավիճակից, հայտնում է Hindustan Times-ը։ Հնդկական ընկերություններից մեկը նախազգուշացրել է ճանապարհորդներին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը աջակցություն են հայտնել Պակիստանին եւ հաջախորդներին խորհուրդ տվել այդ երկրներ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Ադրբեջանական ստորաբաժանումները նորից կրակել են Սյունիքի մարզի Խնածաղ գյուղի ուղղությամբ, տուժածներ չկան։ Երևանը կոչ է անում Բաքվին հետաքննել Խնածաղի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Մեկ այլ հաղորդագրությամբ մեր պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր այսօր ժամը 9:55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 6-րդ դեպքն է վերջին 1.5 ամսում, երբ Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու հետևանքով վնասներ են կրում Սյունիքի բնակավայրերը։ Էդի կրակել եմ, հա։ Երևակային նույն ժամի, որ սկսում են 10:20։ Ուրբաթ երեկոյան 10:29-ին է Ադրբեջանի զինուժը կրակ բացել Սյունիքի Խնածաղ գյուղի ուղղությամբ։ Բնակելի տանտանիքն է վնասվել, տուժածներ չկան, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Ընդհանրապես մի հատ գնդակ կպել է չբնակվող տանիքը վնասել։ 10:20 կրակել է մի քանի վայրկյան, ունես գնում է 12:30 ու տեսնի շելուսաբացին 4 անգամ էլի, իսկ ընդհանուր կրակոցները տևում է մի քանի վայրկյան, մի քանի փամփուշտներ։ Թշնամին այս գիշեր հրադադարը խախտել է նաև Խոզնավարի ուղղությամբ, ահազանգում են բնակիչները։ Պաշտպանության նախարարությունը այս մասին հաղորդագրություն չի տարածել, հավանաբար Խոզնավարում վնասների տեսքով փաստեր չունենալու պատճառով։ Վնաս կա նույն ժամին, նույն քանակությամբ։ 3 անգամ մարտի 31-ին, մայիսի 7-ին եւ մայիսի 9-ին ադրբեջանական կրակոցներից բնակելի տների տանիքներ են վնասվել Խնածաղում։ 2 անգամ ապրիլի 20-ին եւ 23-ին թշնամու կրակոցներից 2 տուն է վնասվել Խոզնավարում, փամփուշտը կոտրել է մի բնակելի տան պատուհանը եւ մեկ այլ բնակելի տան արևային ջրատաքացուցիչը, որ դրված է եղել տանիքում։ Ապրիլի 13-ին թշնամին հրադադարը խախտել է վնասելով Խնածաղի մշակույթի տունը։ Կհիշեք նախորդ դեպքը, որ տուն էր վնասվել, դա երբ էր։ 2 օր առաջ։ Սան հանգիցնելի տանիքներ վնասել։ Յուղերում հաշիվը կորցրել են, օրվա մեջ թշնամին քանի անգամ է կրակում, որ ուղղությամբ է կրակում, ինչ վնասներ է հասցնում։ Մանրամասները անգամ վարչական ղեկավարը չի կարողանում մտաբերել, չգիտի նաև, ինչ է ուզում արդեն 1.5 ամիս իրենց գյուղի անդորը խաթարող հարևանը։ Պաշտպանության նախարարությունը ինչ հրապարակում է, թող դրանով առաջնորդենք էլի։ Ես չգիտեմ ինչի է դա պայմանավորված այս կրակոցները, նորից եմ ասում ենք ելեք մտահոգ, բայց չեմ կարող այդ հարցին պատասխանել, որ ինչի հետևանքն է այս։ Յուղում փորձում են շարունակել բնականոն կյանքը։ Վարչական ղեկավարը վստահեցնում է, ամենօրյա կրակոցները իրենց չեն վախեցնում։ Մարդիկները հանգստանում են իրարօրյայով աշխատում է, ջուրում ես պահին, շինարարությունը գնում է ինձ հանձնափոխվում ջրերի։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանին կոչ է անում հետաքննել բնակելի տների գնդակոծման փաստերը ու հրապարակային պարզաբանումներ անել։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի հրաժարվել տարածքային պահանջներից եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։ Ըստ Ջեյհուն Բայրամովի, կողմերի շփումները շարունակվում են, սակայն հարաբերությունների կարգավորման գործընթացում դեռևս լուրջ քայլեր չեն ձեռնարկվել։ Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության գծերի բացման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է։ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի ստանձնած պարտավորությունները, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Երևանն ու Բաքուն խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցրել են մոտ 2 ամիս առաջ, չնայած այն ստորագրելու հայկական կողմի բազմաթիվ առաջարկներին, Ադրբեջանը առայժմ դրական չի արձագանքել, վերահաստատելով իր նախապայմանները՝ Մինսկի խմբի լուծարում եւ Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Փաշինյան-Պուտին-Մոսկովյան շփումների ժամանակ Հայաստանի ղեկավարը Ռուսաստանի նախագահից բացատրություն պահանջել է, թե ինչու է Մոսկվան հիբրիդային պատերազմ սկսել Հայաստանում, ինչպես պնդում է Հայաստանի երկրորդ դեմքը։ Փողա գալիս դրսից, տարբեր տեղերից, մասնավորապես հյուսիսային մեր հարևանի մոտ կողմից եւ այլ Հայաստանի հանդեպ, այո, Ռուսաստանից, Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ։ Հիբրիդային պատերազմը մղում են իրար հետ թշնամիները, ասենք մենք եւ
թուրքերն են իրար հետ միշտ մղել հիբրիդային պատերազմ, կամ մենք եւ ադրբեջանցիներն են իրար հետ մղել նաեւ հիբրիդային պատերազմ, որի մեջ մտնում է եւ չգիտեմ ցուցահանդեսների կազմակերպումից սկսած նրանց մեղքը մերկացնողը, վերջացած տեղեկատվական դաշտում եւ այլն։ Սա հիբրիդային պատերազմ չի։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով Ալեն Սիմոնյանը իշխող ուժի այլ պատգամավորներ խոսում են Ռուսաստանի կողմից վարվող այսպես կոչված հիբրիդային պատերազմի մասին, որովհետև հասկացել են, ռուսներն ակտիվացրել են հանրային դիվանագիտության այն գործիքը, որը կոչվում է փափուկ ուժ։ Սա ըստ էության հակասության մեջ է մտնում այն հայտարարությունը, թե ռուսական կողմը երբեք փափուկ ուժ չի իրականացրել։ Հիմա փափուկ ուժ է իրականացնում։ Բալասանյանը հիշեցնում է նախորդ տարի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ըստ լուրերի $270 միլիոն էր հատկացրել Հայաստանում հակառուսական քարոզչություն անելու համար։ Սպիտակ տուն Թրամփի մուտքից հետո ծրագիրը կասեցվեց, բայց արդեն $50 միլիոն հատկացվել էր իշխանական շրջանակների հետ ասոցացվող քաղաքագետներին, համոզելու հայ հանրությանը, որ մեր թիվ 1 թշնամին Պուտինի Ռուսաստանն է։ Հակառակ թեզի քարոզիչներին, քաղաքագետներին իշխանական թիմն ու նրան հարող շրջանակները որակում են հիբրիդային պատերազմի ռազմիկներ։ Ըստ Բալասանյանի վախենում են, որ վաղ թե ուշ մարդիկ գլխի են ընկնելու Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից խոսողներն իրականում հավաքական արևմուտքի, իսկ ավելի կոնկրետ թուրքական շահերն էին սպասարկում։ Այսինքն ժողովուրդը հնարավորություն է ունենալու իր աչքով տեսնել եւ փորձել համեմատել այն հայտարարությունները, որոնք արվում էին Մոսկվայի հասցեն, եւ հիմա այն ամենը, ինչ որ արվում է, եւ տեսնում են, որ այստեղ որևէ սպառնալիք վտանգ, պատերազմ, չգիտեմ, կոտորած եւ այլն չկա։ Այդ նույն ֆոնի մեջ էր մտնում սպիտակ թուրք հասկացությունը, որ ռուսների հասցեին տարածում են իշխանական փորձագիտական դաշտի կողմից, եւ ես այն պատահական շատ նայում եմ, հանդիպումներ են ունենում ամերիկացի փորձագետների հետ, որոնք եւս իրենց խոսույթում օգտագործում են սպիտակ թուրք հասկացություն, այսինքն մի տեղից դա ասվում է, հիմա հետո բերվում տարածվում է հասարակության մեջ Հայաստանի։ Իսկ գուցե հիբրիդային իրական պատերազմը Հայաստանում ոչ թե Ռուսաստանն է ձեռնարկել, այլ նրա դեմ է սկսվել։ Միջազգայնագետը պատահական չի համարում, որ նույն արևմտամետ շրջանակները նոր Նորքում տեղի ունեցած սկանդալային ծեծկրտուքը կապեցին Կրեմլի հետ։ Ինչ որ ասում է Արամ Սարգսյանը ճիշտ է ասում։ Ինչ որ պատճառաբանություն բերում է, ճիշտ է ասում։ Որտեղ եք շահարկել տարբեր աշխարհակաղակական խաղեր, հա, որ ասում եք ոչ է գնացել դա։ Լսեք, դա էլ է պատճառը, իհարկե դա էլ է պատճառը։ Ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Գրիգոր Բալասանյանը նկատում է, որ ամեն անգամ, երբ աղմկահարույց, մանավանդ կոռուպցիոն գործ է բացահայտվում, իշխանությունը անմիջապես ռուսական հետք է առաջ նետում հանրության ուշադրությունը շեղելու համար։ Շուրջ 7 տարի այդ մեկ կենտրոնի վրա բարդելով փորձում են պահել, բայց դա չի կարող հավերժ լինել։ Գալիս է մի պահ, որ այն կենտրոնում վրա որ բարդում ես, ինքն էլ է սկսում ավելի ակտիվ եւ գործնական քայլեր իրականացնել, չեզոքացնելու համար այն մեղադրանքները, որոնք հնչում են իր հասցեին։ Թե ինչ գործնական քայլեր է պատրաստվում իրականացնել Մոսկվան, հայտնի չէ։ Պաշտոնական հաղորդագրություններից հայտնի է այն, որ Փաշինյանը Կրեմլում ոչ մի բան չի ասել Պուտինին հայ-ռուսական ենթադրյալ հիբրիդային պատերազմի մասին։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Սկանդալային հրապարակում է արել բրիտանական կայքերից մեկը Հայաստանի կառավարության, մասնավորապես վարչապետի եւ նրա կաբինետի մասին։ London Times-ը հոդված է հրապարակել։ Արևմտյան դեղագործական ընկերությունները թունավոր ռազմական նշանակության ստերոիդներ են փորձարկում հայ կանանց, երեխաների եւ հաշմանդամների վրա վերնագրով։ Հոդվածում նշվում է, որ եվրոպական դեղագործական ընկերությունները Հայաստանը վերածել են բարձր թունավորության ստերոիդների եւ հոգեակտիվ նյութերի փորձարկման վայրի։ Դեղամիջոցները փորձարկվում են խոցելի հայ խաղաղ բնակիչների, հղիների, երեխաների, տարեցների եւ հաշմանդամների վրա, եւ որ այդ ամենում ներգրաված է նաեւ Հայաստանի կառավարությունը։ London Times անունով մի կայք իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին վերագրելով գաղտնի պայմանավորվածություններ եվրոպական դեղագործական ընկերությունների հետ, գրել է վարչապետի մամուլի խոսնակը։ Ըստ Նազելի Բաղդասարյանի, տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին իրավական գնահատական տալու համար։
Բայց հիմա արդեն հարկ ենք համարում պարզաբանել, որ ոչ վարչապետի, ոչ էլ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան։ Հրապարակման մեջ նշված բնույթի որևէ բանակցություն որևէ ընկերության հետ տեղի չի ունեցել, իսկ նշված որևէ պայմանավորվածություն կամ պայմանագիր չկա եւ չէր կարող գոյություն ունենալ։ Ամենայն հայոց կաթողիկոսը 35 եվրոպական երկրների դատավորների հետ խոսել է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ իրականացվող շինծ ու դատավարության մասին։ Հայրապետը կարևորել է, որ միջազգային դատական համակարգը անդրադառնա բռնի տեղահանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը եւ Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող կեղծ դատին։ Հայաստանի Հանրապետության դատավորների միության հրավերով են մի քանի տասնյակ եվրոպացի դատավորներ ժամանել Հայաստան։ Կարող եք պատկերացնել, որ ինչ-որ մեկը վտանգի իր կյանքը քեզ հետ խոսելու համար։ Աչքերը լցվում են ամեն անգամ, երբ Լինդան պատմում է ամուսնու մասին։ Լիբանան, Արգենտինա, Հայաստան ու Էլուր ասես չի զանգել, որ փրկեն Վիգենին Բաքվի գերությունից։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ չի այցելում Վիգեն Էլջոկչյանին, որը 5 տարի է Բաքվի բանտում է։ Ադրբեջանը սահմանափակել է կոմիտեի այցերը բանտեր։ Կարմիր խաչի միջոցով վերջին անգամ փետրվարին ենք խոսել հետը եւ այդ ժամանակ մեկ իմացանք, որ նրան արգելել են այցելությունները։ Տեղս չեմ գտնում, հյուծվել եմ, գիշերները չեմ քնում, երբ մտածում եմ, թե ինչ պայմաններում է ապրում Վիգենը։ Փետրվարից հետո գրեթե 2 ամիս Լինդան ոչ մի լուր չի ունեցել հոգեկան ծանր վիճակում գտնվող Վիգենից։ Ողջ է թե մեռած չի իմացել կինը։ Մինչև հանկարծ մի անծանոթ համարից զանգ է ստացել անցած շաբաթ։ Ես զարմացա հեռախոսից վրա մի տարօրինակ համարից։ Նա ասաց. «Ես եմ, Վիգենը, ինչպես ես»։ Տխուր էր ձայնը, հարցրի. «Ինչպես կարողացար զանգել»։ Ասաց. «Ես 15 օր հացադուլ եմ արել եւ նրանք թույլ տվեցին ինձ լսել քո ձայնը։ Հետո էլ չլսեցի նրան, հեռախոսն անջատվեց։ Ես այդ մասին տեղեկացրի Կարմիր խաչին»։ Կարմիր խաչի ներկայացուցիչը անակնկալի է եկել, երբ Լինդան ասել է, որ խոսել է ամուսնու հետ։ Հետաքրքրվել են, թե ինչպես է Վիգենը։ Լինդան ասել է, որ անհանգիստ է, չգիտի Բաքվի խիստ ռեժիմի բանտում գտնվող ամուսինը դադարեցրել է հացադուլը, թե ոչ։ Կարմիր խաչից խոստացել են մի բան պարզել, հայտնել իրեն։ Մեկ շաբաթ է լուր չունի։ Լինդայի խոսքով Վիգենը չի իմացել, որ Ադրբեջանի իշխանությունը մտադիր է փակել Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը։ Սա հիմնական կառույցն է, որի միջոցով պահպանվում է կապը Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հետ։ Նա ասաց, որ չգիտի ինչ է կատարվում եւ որ Կարմիր խաչը չի եկել իրենց այցելելու։ Ամուսինս հերոս է, այլ կերպ չեմ կարող բացատրել նրա արարքը։ Հացադուլ անել, որ գոնե 2 վայրկյան խոսի հետս։ Հայ որբերի օգնության ընկերության Բուենոս Այրեսի մասնաճյուղը Վիգենի առողջական վիճակի իրազեկում է նախաձեռնել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նամակ են ուղարկել, կոչ արել, քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ ռազմագերիների եւ նրանց ընտանիքների միջև պարբերաբար կապ պահելու մասին Ժնևի կոնվենցիան ոտնահարելու համար։ Հաղորդակցությունից բացի ձերբակալված անձինք իրավունք ունեն ստանալու անհրաժեշտ պարագաների փաթեթներ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Կարմիր խաչի հասանելիության սահմանափակման հետևանքով ընտանիքները տառապանքների մեջ են, ստիպված լինելով օգնություն ուղարկել եւ չիմանալ, թե արդյոք այն կհասնի հասցեատիրոջը։ Պաշտոնական տվյալով 23 հայ գերի կա Բաքվում։ Վիգեն Էլջոկչյանը 44-օրյա պատերազմի վերջին օրը նոյեմբերի 9-ին է գերեվարվել Շուշիում։ Ադրբեջանի ռազմական դատարանը նրան ահաբեկչություն նախապատրաստելու համար է մեղադրել եւ 20 տարվա ազատազրկման դատապարտել։ Թերեզա Կադայեչյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Մարմարիկում շարունակվում են 2 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքները։ 7-րդ օրն է տասնյակ փրկարարներ, ոստիկաններ ու կամավորներ Մարմարիկ գետի երկայնքով եւ Աղբյուրակի ջրամբարի տարածքում փնտրում են Տիգրանին։ Ջրասուզակները հետք են որոնում կեղտոտված ջրամբարում։ Մեծ քանակությամբ կենցաղային աղբ է կուտակված այնտեղ, ինչը խանգարում է որոնումներին։ Փրկարարների խոսքով, եթե գետն ընկած լիներ փոքրիկը, հավանաբար հենց Աղբյուրակի տարածքում պետք է գտնեին նրան։ Երեխայի հայրը չի հավատում երեխայի գետն ընկնելու վարկածին։ Նրա համոզմամբ, որդին չէր կարող միայնակ անցնել տնից գետ ճանապարհը եւ հայտնվել ջրում։ Հայրը կարծում է երեխային գողացել են։ Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի նորաթուխ կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Լեհաստանի վարչապետը 4-ով Կիևում են։
Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի մեծ շքերթից հետո գնացել են սիրտ տալու Ուկրաինայի նախագահին, հիշեցնելու, որ Ուկրաինայի ժողովրդի կողքին են։ Այսպիսի բան դեռ չէր եղել, որ 4 երկրների առաջնորդները միասին գնան Ուկրաինա։ Արևմտյան մեդիան սա աննախադեպ է համարում։ Կրեմլից հայտնում են, որ եվրոպացի առաջնորդներին հունից հանել է Մոսկվայի հաղթանակի շքերթը ու Ռուսաստանի շուրջ տարբեր երկրների ղեկավարների համախմբվածությունը։ Կարծում եմ, իհարկե եվրոպացիներն անհանգստանում են մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցածից, եվրոպացիներն անհանգստանում են հաղթանակի օրվա շուրջ միջազգային մեծ համախմբումից եւ աշխարհը ֆաշիզմից ազատագրելու միջազգային մեծ համախմբումից։ Չէ՞ որ եվրոպացի առաջնորդները հաղթանակի շքերթից առաջ քննադատել էին այն երկրների ղեկավարներին, որոնք պատրաստվում էին ընդունել շքերթին մասնակցելու Ռուսաստանի նախագահի հրավերը։ Կիևում Տուսկը, Մերցը, Մակրոնն ու Սթարմերը ողջագուրվել են Ուկրաինայի նախագահի ու նրա տիկնոջ հետ։ Կիև մեկնած քառյակը անգամ մոմավառություն է կազմակերպել ու ծաղիկներ խոնարել զոհված ուկրաինացիների շիրիմներին։ Զելենսկիի ու նրա հյուրերի շարժին մեծ ուշադրությամբ հետևում են ու պակաս չեն նյարդայնանում Մոսկվայում։ Ուկրաինայի նախագահին կոշտ քննադատել ու վիրավորական բառեր է ասել Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ինչ է անելու կոկայինը քթին քաշած տիֆոտ ոչիլը, երբ մեր երկիրը այլևս երաշխիք չտա այդ եվրոպացի առաջնորդների անվտանգության համար, որոնք այսօր Կիև են ժամանել։ Լավ, մի ջղաձգվիր առնետ։ Մեր բանակը ի տարբերություն Բանդերայի սրիկաների ահաբեկչությամբ չի զբաղվում։ Մինչ Կիև հասնելը քառյակը համատեղ հայտարարություն էր տարածել, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ամերիկյան 30-օրյա հրադադարի առաջարկին։ Միացյալ Նահանգների հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին լիարժեք եւ անվերապահ համաձայնել 30-օրյա հրադադարին ստեղծելու միջավայր արդար եւ երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար։ Այսօր առավոտյան համեմատաբար խաղաղ է եղել ճակատում։ Կեսօրին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ուկրաինական կողմը մի քանի անգամ փորձել է ներխուժել Կուրսկի ու Բելգորոդի մարզեր։ Իսկ մարտական շփման գծի ամբողջ երկայնքով ուկրաինացիները իրականացրել են 2669 հարձակում, օգտագործելով փողային հրետանի, տանկեր եւ ականանետներ։ Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Ուկրաինայի նկատմամբ հանցագործությունների մասին Ռուսաստանի դեմ տրիբունալի ստեղծմանը։ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը մտադիր չի արձագանքել հակառուսական տրիբունալ ստեղծելու Եվրամիության ցանկությանը։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են եվրոպա-ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը։ Այս մասին Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն է հայտնել Ինտերֆաքսին։ Ավելի վաղ Մոսկվա-Կրեմլ-Պուտին հաղորդաշարի վարող Պավել Ծառոբինի հետ հանդիպում նա ասել էր, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները շարժվում են դեպի նախագահների հանդիպում։ Այսօր Ռուսաստանը ապահովում է Եվրոպայի գազի պահանջարկի ընդամենը 19%, նախորդ 40-ի համեմատ, հիմնականում հեղուկ գազի տեսքով։ Թել Ավիվն այսօր նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, 1 ժամում 14 անգամ հրթիռակոծել է Նաբաթիա քաղաքը։ Իսրայելի զինուժի հայտարարությամբ այսօրվա ռմբակոծությունների գլխավոր թիրախները Հեզբոլլահի դիրքերն էին։ Բեյրութը սակայն հայտնում է, որ Իսրայելի թիրախում նաև խաղաղ բնակավայրեր են եղել, առնվազն 1 խաղաղ բնակիչ է զոհվել։ Կաթոլիկ, Օգոստինյան, եպիսկոպոս, այս 3 բառերով նա X-ում աշխարհին ներկայանում էր մինչև մայիսի 8-ը, մինչև 133 կարդինալների մեծամասնության քվեն ստանալը։ Հիմա նա Լևոն 14-րդն է, Հռոմի 267-րդ պապը, 1.4 միլիարդ կաթոլիկների հոգևոր առաջնորդը։ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում հենց նրա հայտնվելը անակնկալ էր ինչպես բազմամարդ հրապարակի, այնպես էլ Վատիկանն ուսումնասիրող վերլուծաբանների համար։ Ընդամենը 2 տարի առաջ կարդինալ դարձած Ռոբերտ Ֆրենսիս Պևոստը երբևէ չի եղել պապի հավանական թեկնածուների ցանկում, բայց Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների համար վերլուծություններից կարևոր Հաբեմուս Պապամն է, Վատիկանի ավանդական արտահայտությունը, երբ ընտրվում է նոր պապը։ Հավատացյալները դրան պատասխանում են կրկին լատիներեն Viva il Papa, կեցցե պապը։
Իսկ թե ով է Պապը, հավաքվածները քննարկում են միայն Պապի առաջին աղոթքից հետո։ Մայիսի 8-ին Լևոն 14-րդը նախքան աղոթել է, հիշեց իր նախորդին Ֆրանցիսկոս Պապին, հետո հնչեցրեց աղոթքը։ Խաղաղություն բոլորիդ, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Սա հարություն առած Քրիստոսի բարի հովվի առաջին ողջույնն է, ով իր կյանքը տվեց Աստծո հոտի համար։ Ես նույնպես կցանկանայի, որ այս խաղաղության ողջույնը հայտնվի ձեր սրտերում, հասնի ձեր ընտանիքների բոլոր մարդկանց, որտեղ էլ որ նրանք լինեն, բոլոր ժողովուրդներին, ամբողջ երկրին։ Պապն ամերիկացի է, առաջին պոնտիֆիկոսը, որ Միացյալ Նահանգներում է ծնվել։ Ռոբերտ Պրևոստը 69 տարեկան է, Չիկագոյի, ծնվել է դպրոցի տեսուչի եւ գրադարանավարուհու ընտանիքում։ Մանկուց հետաքրքրվել կրոնական աշխարհով, մինչ քահանայական կրթությունը մաթեմատիկա է ուսումնասիրել, հետո հայտնվել Օգոստինյան միաբանությունում։ 27 տարեկանում ձեռնադրվել է քահանա ու ծառայության անցել Պերույում։ Ամերիկացիների չափ ուրախ են պերուացիները, մանավանդ Պյուրա քաղաքում բոլորը լավ ճանաչում են նոր Պապին։ Միլդրեդի կնքահայրն է նոր Պապը, հայրը իրեն Միլդրեդ է անվանել Ռոմի Պապի մայրիկի պատվին։ Նա այն մարդն է, ով մշտապես ներկա է եղել իմ կյանքում, այն իմաստով, որ միշտ ստացել եմ նրանից մի կարճ նամակ, ողջույն։ Նա միշտ ժամանակ էր գտնում ինձ ողջունելու, նաև հայրս լավ բարեկամներ էին։ 2023-ին ապագա Պապը Վատիկան տեղափոխվել, Ռոմի Ֆրանցիսկոս Պապի ձեռամբ նշանակվել կարդինալ եւ ղեկավարել բիսպոսների դիկաստերիան։ Այդ գրասենյակը պատասխանատու է կաթոլիկ եկեղեցու կադրային քաղաքականության համար։ Հիմա նրա պատասխանատվության գոտին աշխարհի չափ մեծ է, ինչպես ազդեցությանը։ Ըստ տարբեր աղբյուրների Պապը խիստ կենտրոնամետ է եւ նրա առաջնահերթություններից են լինելու եկեղեցու միասնության վերականգնումը, Վատիկանի ֆինանսական թափանցիկությունը։ Նաեւ խոսվում է, որ Լևոն 14-րդը նախատեսում է ակտիվացնել Վատիկանի դերը միջազգային հարթակներում, մասնավորապես Իսրայել-Պաղեստին եւ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունների կարգավորման գործերում։ Գուցե նաև հենց դրա մասին էր ակնարկում Հռոմի Պապը, երբ առաջին պապական պատարագում աղոթում էր աշխարհի մութ գիշերներին լույս սփռելու համար։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Մեքսիկայի Դոս Բոկաս նավահանգստում նավթի արտահոսքը բնապահպանական ու տնտեսական լուրջ ճգնաժամ է առաջացրել։ Զբոսաշրջային լավագույն կենտրոններից մեկը, որը մինչև կես միլիոն տուրիստ է ընդունում, վտանգի առաջ է կանգնած, տուժել է 1300 ձկնորս։ Արդեն մեկ շաբաթ է մնացել ենք անգործ, գալիս ենք ու դատարկաձեռն տուն ենք գնում։ Կենդանիները սատկած են, մեծ թվով ձկներ, ծովախեցգետիններ, յուղի մեջ կորած են։ Մեքսիկայի լողափերը արդեն մեկ շաբաթ ողողված են դարչնագույն մածուցիկ հեղուկով, այն հասել է մեկուական ծովածոց, սեկոգետ, անգամ մի քանի բնակավայրեր։ Իրավիճակն անհանգստացնում է ոչ միայն ձկնորսներին, այլև տեղի բնակիչներին։ Նայեք ցանցերին, դրանք պատված են յուղով, որքան էլ լվանում ենք, միևնույնն է, անօգուտ է։ Արդեն այրոց եմ զգում կոկորթումս, բայց ինչ արած, ստիպված եմ աշխատել, որովհետև ուրիշ ինչպես փող աշխատեմ, ձկնորսությունն իմ կյանքն է։ Ինչպես պահեն իրենց տունը ձկնորսները, որոնց եկամտի միակ աղբյուրը ձկներն են, նրանք մի քանի անգամ դիմել են իշխանություններին խնդիրը լուծելու համար, բայց նրանք ձկան պես լուռ են։ Մինչև այժմ իշխանությունները մեզ ոչինչ չեն ասել, մինչև երբ պիտի անգործ մնանք։ Տեղի իշխանությունները փակել են վտանգված ափամերձ գոտիները, նավթային ընկերությունը հայտարարել է, որ արդեն անում են քայլեր խնդրի կարգավորման համար, 2 արտահոսք են կանգնեցրել։ Շրջակա միջավայրի գործակալությունն էլ հետաքննություն է սկսել, պարզելու արտահոսքի պատճառները։ Աննա Գյուլնազարյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։ Թե մարդամոտ, թե մարդակեր արջեր են հանդիպում Եղեգիսի փողոցներում, կատակում են գյուղացիները, թե արդեն վաղուց գիտեն տարբերել իրենց չսպասված հյուրերին։ Իրար հետ չենք քնում, բայց տարբեր տեղեր ենք քնում։ Մեկ էլ տեսամիք հետո մի կես ժամից հետո կարող է ստելնեն այստեղ։ Հիմա կարող են վերևից իջին այդ վերևի բանը։
այգիներ, այսինքն։ Եղեգիսում, Արտաբույնքում, Հերմոնում, Գողթանիկում, անգամ Գողտրիկ Շատինում, որ մարզկենտրոնից ընդամենը 13 կիլոմետր է հեռու, արջեր ամեն օր երևում են։ Արջերի հավասար, կողքի, մարդ չկա, որ արջ չտնա, ճիշտ է, կենթանի չի կարելի խփել, բայց մարդուն ֆիզիկապես, ֆինանսապես, հոգեպես վնաս են հասցնում։ Քանի գլուխանասուն է վնասել։ Մի 6 հատ, 5 հատ։ 3-ը գտել էինք, 3-ն էլ չկա։ Ֆիզիկապես եւ հոգեպես սարսափի մեջ են այս մարդիկ, չեն էլ հասկանում, թե ինչպես են լուսացնում օրը, անգամ սեփական բակ ահուդողով են դուրս գալիս։ Այսպես գալիս են, իջնում են, հայատները այսպես ողն գալիս։ Այն հարևանի հավերը տարան, մեր հավերը վնաս են տալիս, տաղները ջարդում են։ Գիշեր ժամը 3-ին ելնում որ գնագում եմ, տեսնում եմ անասու արջը բալկոնը տակ կաղնած։ Ձնանում փախնում աթողում գնամ։ Ժամի 8-ից հետո դուրս չես կարող գաս։ Օրը ցերեկով կարանք հենց ստե հանդիպենք արջերին։ Օրը ցերեկով, այդքան շատ են։ Ցերեկը կարող է թաս իջնես բաղչան, բանը, այգի մեկ էլ տեսար ընդեղից էլ անդեմ։ Շատ վախենալի։ Այս մարդը Հերմոնից է, իր գյուղից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու գնացել քարերի ու թփուտների մոտ աճող ծնեբեկը քաղելու համար։ Չի բացառում, որ այս տարածքում էլ արջեր կարող են լինել, բայց քանի կեսօր է հանգիստ է, հիմա շատ չեն լինի։ Շատերն են տեսել, շատերի հետ պատահել, որ հանդիպել են արջի հետ։ Դե մարդիկ վախենում են։ Վայոց ձորում գյուղացին երկար է մտածում բնության տված բարիքի հետևից գնալու համար։ Անցած տարի մեր համագյուղացին բանջար էր քաղում հրաշքով փրկված երից, շատ ինձին է կիներ, իր հողամասը տան մոտ է։ Գյուղացիներն ասում են, որ նախկինում այսքան արջ չի եղել գյուղերում, թույլատրվում էր բրդոտների որսը։ Հիմա տուգանքի տակից չեն էլ կարող դուրս գալ։ Մեզի 30 միլիոն կտուգան են, 30 միլիոն։ Արջը մարդուց թանկ է պետության համար։ Օրինակ, ինչքան հողատարածք կա, ոչ մի բերք չեն կարող հավաքեն։ Ստիված մարդիկ թողել են անմշակ։ Եթե չես կարող մշակես, կամ մշակում ես չես կարող բերքը հավաքես, ինչ պետք է անես։ Վենա ես վերևը հողամաս ունեմ, խնձորի այգի ունեմ, պոպոկի վնասատալի ջարդում եմ, բայց ես ինչ անեմ, դեղձի ծառը ջարդում եմ, տանձի ծառը ջարդում եմ։ Առանց հասնել քաղում ենք, որակ չի տալիս։ Հազարավոր հեկտարներ անմշակ են մնում այս գյուղերում, զայրանում են գյուղացիները, նրանք իրենց եկամտից են զրկվում։ Մեղուները ջարդ է, անասունաջարդ է, այգիները վնասում, ոչ մեկն է չի փոխատուցում, ասում կենթանի է, պետք է ինչ անես։ Անցած տարի երկու հատ աղային ցուլիկս կերան, մեղուները վնաստվին, ոչ փոխատուցում, ոչ մի բան։ Որպեսզի իրենց անասուններին պաշտպանել կարողանան, 2-3 շուն են պահում այս մարդիկ, ասում են գոնե ինչ-որ օգուտ տալիս է, հաչոցից շատ ժամանակ հետ են քաշվում։ Շները չեն թողնում, այսինքն փողոցով գալիս են գնում։ Եղեգիսցի այս տղամարդը գյուղից արջին քշելու ձև գիտի, պապերից է լսել։ Կամ քարի խփես, տարբեր ձեներ հանես, որ թողնի գնա։ Ունեք ես կարամ ղազանը վերցնեմ, չուգոնի ղազանը վերցնեմ, մտեմ բանտար շերեփով խփեմ։ Արջի հետևից գա դրանք կողեն փորը։ Չգոնի ղազանի ձենին գնում մնա։ Գնում են, բայց վերադառնալու խոստումով մեղվի փեթակները, քաղցրահյուտ մրգերը համտեսելու հարմար ժամ անպայման գտնում են։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Ինչ որտեղ երբ ինտելեկտուալ խաղ, որ մայիսյան եռատոնի օրերին հատուկ ուղղվածություն ունի։ 30 սեղանների շուրջ նստած են փորձառու գիտակներ ու սկսնակներ, մոտ 160 մասնակից։ Հարցերի միջոցով ժյուրին պետք է պարզի, ինչ գիտեն հայ երիտասարդները իրենց պապերի ու հայրերի կերտած հաղթանակների մասին։ Հայրենական մեծ պատերազմին առնչվող հարցերը ռուսերեն են, Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման մասին հարցերը հայերեն, երիտասարդների լեզվի իմացությունն են նաև ստուգում։ Մենք իրավունք չունենք մոռանալ մեր պապերի, մեր հայրերի, մեր եղբայրների հերոսական անցյալը։ Նա, ով մոռանում է անցյալը, ուրանում է արմատը, ապագա չունի, եթե անգամ ստիպում են ուրանալ, մոռանալ։ Որ հայերի հերոսական անցյալը չմոռացվի, Սերգեյ Ասլանյանի էսե հիմնադրամը ջանք չի խնայել։ Հիմնադրամի աջակցությամբ է կազմակերպվել այս ինտելեկտուալ խաղը։ Մենք կարևորում ենք
պատմական հիշողության պահպանումը եւ այն փոխանցելը նոր սերունդներին։ Հենց այդ պատճառով ենք աջակցել միջոցառումներին, որոնք նվիրված են հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին։ Ով է եղել Մարշալ Բաղրամյանը, ինչ գիտեք Թաթուլ Կրպեյանի մասին, ով հիմնադրեց Արցախի պաշտպանության բանակը։ Հերոսական դրվագների մասին, եթե գիտեն, մրցանակի կարժանանան, եթե չգիտեն, կիմանան։ Մոտ 1 ամիս են պատրաստվել թիմերը այսօր պատվով ներկայանալու համար։ Միասին արդեն 2 օր է տարբեր միջոցառումների ենք այցելում, որոնց հիմնական նպատակն այն է, որ թե երեխաներին, թե ավելի բարձր տարիքի սերունդի ներկայացուցիչների հետ միասին ու առնվազն ցույց տանք, որ մայիսի 9-ի հաղթանակը, որը 80 տարի առաջ ձեռք է բերվել, այդ թվում նաև հայերի մասնակցությամբ, արցախահայերի մասնակցությամբ, այդ ամեն ինչը մենք հիշում ենք, ոչ ոք չի մոռացել։ Մենք էլ նաև այս ֆորմատով հիշատակը պահելով պայքարելու ենք նրա համար, որ ինչ որ մի ֆորմատով իսկապես վերադարձնենք եռատոնը։ Էլի Շուշիի ազատագրում կտոնենք, Արցախը էլի հայկական բանակ կունենա, եռատոն կլինի, վստահ է հաղթանակություն նախաձեռնության անդամ Բենյամին Մաթևոսյանը։ Դրա համար կարևոր է համարում, որ հայրենական պատերազմի հաղթանակի մասին մեզ մնացած հիշողությունը չկորցնենք։ 200,000 հայ զինվոր են զոհվել հայրենական մեծ պատերազմում, Հայաստանը տվել է 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ եւ 1 ծովակալ։ Իդեպ եւ մարշալները եւ ծովակալ Իսակովը Արցախից են։ Այդ եռատոնից մնացել է միայն մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Երևի մենք իրավունք չունենք դա էլ կորցնել։ Այնպես չի, որ մենք միշտ դժբախտ եւ դժգույն ենք եղել, ինչպես ոմանք ասել են, ժողովուրդ 5 մարշալ ենք տվել, տասնյակ գեներալներ ենք տվել, 100,000-ավոր հայեր են մասնակցել, շատերը տուն չեն վերադարձել։ Էսեյ հիմնադրամի ուշադրության կենտրոնում են նաև մանկապարտեզները։ Իմ բալիկ, տունտունիկ եւ խոխա, սրանք սովորական նախակրթարաններ չեն, դրանք հիմնադրել են օկուպացված Արցախից բռնագաղթածները։ Հատուկ ուշադրություն են դարձնում երեխաների դաստիարակությանը, հայրենասիրական ու հայրենաճանաչության ոգով են խաղերը, երգերը, առօրյան։ Որ երկրագունդը հավերժ խաղի։ Մեր բալիկները պետք է լինեն շատ գրագետ, ուժեղ, խիզախ, ազնիվ, հայրենասեր։ Այն ամենը, ինչ որ բալիկների համար տոն կլինի, երջանկություն կբերի, մենք այդ ուղղությամբ կկատարենք մեր առաքինությունը։ Որ փոքրիկների օրը լիարժեք լինի, մանկական ուրախությունը նոր խաղերով է լցրել Էսեյ հիմնադրամը։ Բարեգործական ծրագրով նախակրթարանները գրասենյակային սարքեր են ստացել, տեղադրվել են մանկական սղարաններ, մանկապարտեզներից մեկում էլ երաժշտական սենյակն են վերանորոգում։ Դաշինքից ծնվում է այն հավատը, որը մեզ ուժ է տալիս, հույս է տալիս առաջ շարժվելու, առաջ քայլելու, ստեղծագործելու, արարելու։ Էսեյ հիմնադրամի բարեգործական ծրագրի փոքր դրվագներն են սրանք։ Հիմնադրամի հիմնական ուղղություններից է Էսեյ լաբ նախագիծը։ Մինչև 18 տարեկանները ծրագրավորում են սովորում օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները։ Աննա Գյուլնազարյան, Թերեզա Կադայևչյան, Աշոտ Մնոյան, Միլենա Պողոսյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Եվ եղանակի մասին, վաղվանից մինչև մայիսի 15-ը Երևանում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով։ Հանրապետության առանձին շրջաններում անձրևները հորդառատ կլինեն, հնարավոր է նաեւ կարկուտ։